Ներկայացնեմ տիկին Իրինա Յոլյանի կենսագրությունը։ Իրինա Յոլյանը ծնվել է 1983 թվականին Սյունիքի մարզի Գորիս համայնքում, բարձրագույն կրթությունն ստացել է Գորիսի պետական համալսարանում, ստանալով մանկավարժի որակավորում և մասնագիտական մագիստրոսի աստիճան։ Մասնագիտական ուղին սկսել է 2001 թվականին Գորիսի Լաստ հեռուստաընկերությունից որպես լրագրող, ապա լրատվական բաժնի պատասխանատու։ Հետագայում թղթակցել է Արմենիա և հանրային հեռուստաընկերություններին, հետք ԿՏՄ լրատվական կայքին, Երկիր մեդիա հեռուստաընկերությանը, ինչպես նաև եղել է մի շարք այլ լրատվամիջոցների մարզային պատասխանատու և խմբագիր։ Մինչև 2017 թվականը հանդիսացել է Ազատություն ռադիոկայանի Սյունիքի մարզային պատասխանատուն։ 2009 թվականից հանդիսացել է Վիննետ Գորիս հիմնադրամի խորհրդի անդամ և ղեկավարել մի շարք զարգացման ծրագրեր։ 2016 թվականից ակտիվորեն ներգրավված է համայնքային զարգացման և կանանց քաղաքական մասնակցության խթանման ծրագրերում։ 2017 թվականից ստանձնել է Գորիսի համայնքապետարանի մամուլի քարտուղարի, ապա փոխհամայնքապետի պաշտոնները, համակարգելով համայնքային նշանակության ռազմավարական ծրագրերը, հանրային կապերն ու տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումները։ Հեղինակ է տեղական ինքնակառավարման ոլորտի մի շարք կարգավորող ընթացակարգերի, որոնք այսօր ընդունված են և կիրառվում են հանրապետության տարբեր համայնքների ավագանիների կողմից։ 44-օրյա պատերազմի ընթացքում Իրինա Յոլյանն է համակարգել թիկունքային ապահովման ողջ աշխատանքները Գորիսում։ Համագործակցել է Հայաստանում գործող գրեթե բոլոր միջազգային կառույցների հետ, փորձագիտական աշխատանք է կատարել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի UNDP, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Շվեդիայի Վիննետ ցանցի կանանց քաղաքական մասնակցությունը խթանող ծրագրերում, ինչպես նաև տեղական հասարակական կազմակերպությունների հետ։ Մասնակցել է տարածաշրջանային բազմաթիվ համաժողովների, մասնագիտական վերլուծություններ է իրականացրել համայնքների խոշորացման, ապակենտրոնացման քաղաքականության, աղետների ռիսկերի կառավարման և տեղական տնտեսական զարգացման պատասխանատուների ինստիտուտի կայացման ուղղությամբ։ Միջազգային փորձի ուսումնասիրություն։ 2016 թվական ԱՄՆ դեսպանատան հրավերով Վաշինգտոնում ուսումնասիրել է պետական կառավարման համակարգը բաց աշխարհ ծրագրի շրջանակում։ ԱՄՆ Այովա նահանգ ուսումնասիրել է տարեցների խնամքի և կրթադաստիարակչական հաստատությունների կառավարման առաջատար մոդելները։ Գերմանիա ուսումնասիրել է արևային էներգետիկայի և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտների փորձը։ Շվեդիա ուսումնասիրել է ապակենտրոնացված կառավարման մոդելները, ինչպես նաև կանանց քաղաքական մասնակցության և ակտիվության բարձրացմանն ուղղված լավագույն փորձը։ 2025 թվական Լեհաստանում ուսումնասիրել է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող հանրային ծառայությունների կազմակերպումը, այդ թվում աղբահանության և հանրային տրանսպորտի ոլորտներում։ Արդյունավետ աշխատանքի և ակտիվ համագործակցության համար արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից։ Ես կարծում եմ տիկին Յոլյանը առավելագույնս արդյունավետ կիրականացնի այս հանձնաժողովի, շատ կարևոր հանձնաժողովի ղեկավարումը և մենք կունենանք չափելի և արդյունավետ արդյունքներ։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։